Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը հանցագործությունների բացահայտման գործում դատաձգաբանական հետազոտությունների հնարավորությունների թեմայով, որը վարում էր ոստիկանության փորձաքրյագիտական վարչության պետ Լորիկ Սաֆարյանը։ Մասնակցում էին ոստիկանության օպերատիվ ծառայությունների պատասխանատուները։ Պարապմունքի ընթացքում անդրադարձ եղավ ստորաբաժանումների աշխատանքում փորձաքրյագիտական հետազոտությունների կիրառման ծավալներին, այդ ուղղությամբ աշխատանքի արդյունքների արկա բացթողումներին ու թերացումներին, մանրամասնվեցին խնդիրները, քննարկվեցին կոնկրետ դեպքեր, տրվեցին գործնական ցուցումներ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հոկտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 9, բացահայտվել է գողության 4, խարդախության 8, գույքի դիտավորության ոչնչացման 1, յուրացման եւ խուլիգանության 2 ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի եւ գողության 1 ական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները գողության փորձ կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին 1997 թվականին ծնված Սերգեյ Ստեփանյանին։ Նա հոկտեմբերի լույս 13-ի գիշերը կոտրել էր Մասիսի նոր թաղամասի ավտոտնակներից մեկի կողպեքը։ Ավտոտնակում եղած ապրանքներն ու իրերը, լաքաներկերը, պիգմենտներն ու մոնիտորը բարձել էր այդտեղ կայանված տուժողի ՎԱԶ 2106 մակնիշի մեքենան։ Փորձել էր հենց մեքենայով էլ փախչել, սակայն ավտոտնակից քիչ հեռու բախվել էր բակում կայանված Մերսեդեսին։ Գողացածը թողել էր հենց վթարի վայրում ու փախել։ Ոստիկանության բաժնում Ստեփանյանը խոստովանեց կատարվածը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Սերգեյ Ստեփանյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն։ Հասարակություն ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով ոստիկանությունում ամեն ուրբաթ գործում է ուղիղ կապ, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները։ Հոկտեմբերի 30-ին հերթական ուղիղ կապի հյուրն է լինելու ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ում կարող եք հարցեր ուղղել Երևան քաղաքում հանցավորության դեմ տարվող պայքարի եւ հասարակական կարգի պահպանության վերաբերյալ։ Կարող եք զանգահարել ժամը 14-ից 15-ը 59 60 54 հեռախոսահամարով։ Հոկտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ըստ տարածքների եւ հանրաքվեի տեղամասերի հրապարակել է սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ։ Ցուցակները եւ անհրաժեշտ տեղեկատվությունը զետեղված են ոստիկանության police.am պաշտոնական կայքի վերին աջ հատվածում, իսկ հանրաքվեին առնչվող իրազեկումները եւ պարզաբանումները նորություններ բաժնի հանրաքվե ենթաբաժնում։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության հետ ստորագրված Արևելյան գործընկերության շրջանակներում հոկտեմբերի 26-ից 28-ը ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ կեղծ ապրանքատեսակների ապօրինի շրջանառության դեմ պայքարը թեմայով սեմինար։ Սեմինարի անցկացման նպատակով Երևան են ժամանել Լեհաստանի ներքին գործերի նախարարության փորձագետները։ Մասնակցում էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ու կրթահամալիրի դասախոսները։ Սեմինարի ընթացքում ուսումնասիրվեցին նշված հանցագործությունների դեմ պայքարում առկա մարտահրավերները, հանցագործությունների նորագույն դրսևորումները։ Քննարկվեցին նաև համացանցում հեղինակային իրավունքի օբյեկտների, ապրանքային նշանների ապօրինի օգտագործման եւ կեղծ ապրանքների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մանրամասներ։ Եվրոպացի փորձագետների կողմից անցկացվեց դասընթաց նաև ոստիկանության կրթահամալիրի սովորողների համար։ Միջոցառման ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր։ Հոկտեմբերի 28-ին մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 եւ Արշավիր Շավարշյանի անունը կրող թիվ 40 դպրոցների աշակերտներն ու զինղեկները ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահակետային ծառայության գնդում էին։ Դեռահասների այցը կազմակերպվել էր Կենտրոն վարչական շրջանի վետերանների խորհուրդը։ Նպատակը աշակերտներին հասարակական կարգը պահպանող եւ շուրջօրյա բարեկություն իրականացնող ոստիկանների աշխատանքին ծանոթացնելն էր։ Դպրոցականները վետերանների եւ բարեկապահակետային ծառայության ոստիկանների ուղեկցությամբ շրջեցին գնդի տարածքում, եղան մարզադահլիճում եւ հրաձգարանում, որտեղ այդ պահին մարզումներ էին անցկացվում։
Ծանոթացան ոստիկանների առօրյային եւ ծառայության մեջ օգտագործվող տեխնիկային ու տրանսպորտային միջոցներին։ Գնդում աշակերտներին հետաքրքրող հարցերին տրվեցին մատչելի եւ սպառիչ պատասխաններ։